Այս վաճառքի մեջ թույլատրվել է քաղաքացիներին ծիծեռնակաբերդ այցելել անարգել ու անվճար։ Տարամ Մանուկյանը համալիրի վաճառքի մասին։ ՀԱԿ խմբակցության քարտուղարը հրավիրված մամլո ասուլիսում խոսել է նաև ներքաղաքական զարգացումներից։ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով Արտակ Բուդախյանը մեղավոր ճանաչվեց։ Նրա նկատմամբ դատարանի վճռով տուգանք նշանակվեց 120,000 դրամի չափով։ Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով Air Armenia ավիաընկերության տնօրենին պարտադրել են գնալ հաշտության, իսկ տեղի ունեցած միջադեպի գործով քրեական գործ դեռևս չկա հարուցված։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով նման միջադեպերը հստակ ազդակ են օտարերկրյա ներդրողների համար եւ ՀԱԿ ասում են կառավարության ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ հայտարարություններին։ Սերժ Սարգսյանն ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահային առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Նախագահի մամուլի ծառայությունը հավելում է, որ առաջիկա շաբաթներից Սերժ Սարգսյանը տեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել։ Միաժամանակ Սարգսյանը հանձնարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենար Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության անդամների հրավիրած հերթական հրահավաքը։ Սակայն մինչ հանրահավաքը կմեկնարկեր, Հանրապետության հրապարակից ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվեցին Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանն ու նախաձեռնության ևս երկու անդամներ։ Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ Անդրեաս Ղուկասյանին եւ մյուսներին ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկել, որովհետեւ փորձել են հրապարակ բերել անվադողեր, բայց ոչ այրելու համար։ Որով հիմնավորում չկա, ուղղակի հրապարակ ներս բերելուց, նույնիսկ ասենք հրապարակից դուրս էր շրջանի տարածքում շրջափակեցին եւ արգրավեցին առանց հիմնավորման ու իրենց էլ նստեցրեցին մեքենան եւ տարան բաժին։ Լրագրողների զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ Անդրեաս Ղուկասյանին եւ մյուսներին բերման են ենթարկել, որովհետեւ նրանք բառացիորեն հայտարարել են, որ այդ անվադողերն օգտագործվելու են հանրահավաքի ժամանակ, մինչդեռ նման իրազեկում կազմակերպիչները նախապես չէին ներկայացրել։ Նախապես բացատրվել է, մատնանշվել է այն օրենքը, այն հոդվածը, որը հղում արվել այն օրենքին եւ հոդվածին, որը անթույլատրելի է։ Սակայն հավաքի կազմակերպիչը չի հետևել հորդորին ոստիկանությանը, շարունակել անօրինական գործողությունները։ Հանրապետության հրապարակում ապա ելույթներով հանդես եկան Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Նրանք հայտարարեցին, որ իրենց համակիրներին բերման ենթարկելն անօրինական է եւ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց։ Իսկ քանի դեռ նրանք ոստիկանության բաժանմունքում են, իրենք հրապարակում իրականացնելու են քաղաքացիական անհնազանդության ակցիա։ Դրանից հետո հրապարակում հավաքված քաղաքացիները փորձեցին վազել եւ նստել Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածի գորգի վրա, սակայն ոստիկաններն արգելեցին։ Տարածք ժամանեցին նաեւ կարմիր բերետավորներ։ Ավելի ուշ հավաքվածների առաջ ելույթով հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Նա կոչ արեց չգնալ սադրանքների եւ դիմելով ոստիկաններին նշեց, թե եթե այդ կան, ապա թող գնան իրական հանցագործներին բերման ենթարկեն եւ ոչ թե նրանց, ովքեր այստեղ անվադողեր են ցանկանում բերել։ Իսկ անվադողեր ըստ Սանասարյանի հրապարակ բերվել էին, որպեսզի կազմեին պաշտպանիչ պատ։ Ու հանկարծ չմտածեք, որ ոստիկանություն տանելով, ապտակելով, հրելով, մարդկանց քաշքշելով դուք ինչ-որ բանի հասնելու եք։ Վստահեցնում եմ ձեզ, ձեր այդ գործողություններով միավորում եք ժողովրդին, պայքարող ժողովրդին։
Ապա նախաձեռնության անդամները ժամանակ տվեցին ոստիկանությանն ազատ հարձակել իրենց ընկերներին, իսկ մինչ այդ որոշեցին փակել հանրապետության հրապարակ տանող մի շարք ճանապարհահատվածներ։ Ոստիկանները հորդորեցին նրանց բացել ճանապարհը, իսկ Վալերի Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ Անդրեաս Ղուկասյանն ու բերման ենթարկված մյուս քաղաքացիները քիչ հետո ազատ կարձակվեն։ Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքի ժամանակ նախաձեռնության անդամները նշել էին, որ պատրաստվում են հանդիպումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս ևս մասնակցեն այսօր կայանալիք հանրահավաքին, սակայն քաղաքական ուժից ներկայացուցիչներ չկային։ Իսկ այսօր տեղի ունենալիք հանրահավաքում նախաձեռնության անդամները պատրաստվում էին բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարուց ավելի տևած դատաքննությունից հետո այսօր հրապարակեց 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավեճիռը, որով մեղավոր ճանաչվեց գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը եւ նրա նկատմամբ տուգանք նշանակվեց 120,000 դրամի չափով։ Մեղադրող դատախազը Բուդաղյանի համար 150,000 դրամ տուգանք էր առաջարկել։ Հիշեցնենք, որ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել։ Մեղադրական եզրակացության համաձայն Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մահացավ Ավետիք Բուդաղյանը։ Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը երեկվա իր բաց նամակով հայտնեց պատրաստակամություն սեղմելու հաշտության նպատակով իրեն մեկնված ձեռքը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իր ղեկավարած ավիաընկերությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները առևանգել են Air Armenia ավիաընկերության 51%-ի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին եւ նրան ծեծի ենթարկել։ Չնայած այս ամենին քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Քննչական կոմիտեն միջադեպի հետ կապված տարբեր անձանցից բացատրություններ է վերցրել, զննել դեպքի վայրը, սակայն դեռևս խոսք չկա քրեական գործ հարուցելու մասին։ Գալայի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին չբացառեց, որ սա կարող է լինել պարտադրված հաշտություն։ Պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, որևէ անձ, որը Հայաստանում ունի սեփականություն կամ որևէ պաշտոն է զբաղեցնում, նա ենթակա է հանցագործ մաֆիային։ Նա չի կարող պայքարել հանցագործ մաֆիայի դեմ, եթե նա ուզում է իր արժանապատվությունը պահի, նա պետք է հրաժարվի իր բիզնեսից, պաշտոնից եւ այլն։ Հակառակ դեպքում նրան այն օրը կգցեն, որ շունը ձեռքից հաց չի վերցնի։ Այն, որ քրեական գործ չէր հարուցվել եւ չէր հարուցվելու, շատ բնական է, քանի որ այդ անձին գտնվում են Սերժ Սարգսյանի հովանավորության տակ, նրա կամակատարներն են։ Քրեական գործ հարուցելու համար համապատասխան մարմիններն ըստ իրավապաշտպանի նախ պետք է ստանան Սերժ Սարգսյանի թույլտվությունը։ Այս կարգի հասարակական հնչեղություն ստացած գործում նրանք չեն կարող համարձակ եւ օրենքի տարին համահունչ որևէ քայլ կատարել։ Ըստ իրավապաշտպանի Սերժ Սարգսյանը չի պատժում այդ մարդկանց, որովհետեւ մականունավոր քրեաօլիգարխիկ տարերի վրա է հենված։ Նա պետք է հանդուրժի 4 բոլորը կատարվող հանցագործությունները, որովհետեւ կարևոր նշանակություն ունեն իր իշխանության պահպանման հարցում։ Նա զավթել է իշխանությունը, նրան այդ պաշտոնին օգնել են նստել ինչ-որ լֆիկներ, դոդիկներ, նեմեսներ, նրանք են պահում այսօր այդ գահը, ազնիվ մարդիկ մահացու վնաս կարող են հասցնել Սերժ Սարգսյանին, դրա համար նա ասում է իմ կողքին ոչ մի ազնիվ մարդ, այդ մարդն ամեն օր, ամեն ժամ ունի իշխանությունը պահելու խնդիր, եթե հանկարծ Սերժն իմանա, որ իր կողքին հայտնվել է որևէ ազնիվ պարկեշտ մարդ, նույն վայրկյանին կհեռացնի,
Նրան պետք են այն մարդիկ, ովքեր արատավորված են մինչև ուղնուծուծը։ Սա վարկաբեկվածների, կոռումպացվածների իշխանություն է։ Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կնոջ Սերժ Սարգսյանին ուղված բաց նամակից տեղեկանում ենք, որ Արսեն Ավետիսյանից պահանջել են, որ նա ստորագրի մի գրություն, համաձայն որի Ռուբեն Հայրապետյանին գումար է պարտք։ Նման միջադեպերը հստակ ազդակ են օտարերկրյա ներդրողների համար եւ հակասում են կառավարության ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ հայտարարություններին։ Հարկ է նշել, որ միջադեպից հետո նման վտանգի մասին էր խոսել նաեւ Air Armenia ավիաընկերության բաժնետեր Վլադիմիր Բոբիլևը, մտահոգություն հնչեցնելով, որ հարձակումը վտանգում է այդ ավիափոխադրող ընկերության մեջ խոշորածավալ ներդրումներ անելու իր ծրագրերը եւ որ այս միջադեպը հարցեր է առաջացնում կապված Հայաստանում ավիացիայի հատվածում բիզնես ծավալելու անվտանգության հետ, ինչպես նաեւ վնասում է Հայաստանի իմիջը օտարերկրյա ներդրողների աչքում։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը Գալայի հետ զրույցում նշեց. Ցանկացած այսպիսի դեպք հարված է երկրի հեղինակությանը, եթե առավել ևս խնդիրը վերաբերում է տնտեսական բնույթի վեճերը հանգուցալուծելուն, եթե խոսում ենք կոնկրետ դեպքի մասին, ես կասկածում եմ, որ այն կարող է օբյեկտիվ քննվել կամ բացահայտվել։ Չկան լավի եւ չկան դրականի համակարգային փոփոխությունների օրինակներ, դրանք ընդհանրապես ժամանակի ընթացքում դրսևորվելու խնդիրներ են։ Մեկ կլինի, մեկ չի լինի, այսինքն եթե չկա փոփոխությունը դեպի դրականը, դեպի կոնկրետ հստակ համակարգային բարեփոխումներ, հստակ համոզիչ բարեփոխումներ, որ իսկապես արդարադատության համակարգ կա երկրում եւ օրենքն է գերիշխում եւ սեփականության օրենքով է պաշտպանվում, ոչ մի ներդրող էլ չի գա այստեղ։ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ամառային արձակուրդներին աշխատել է եւ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին ուշադրությամբ հետեւել է։ Այսօր հրավիրված մամլոասուլիսին Մանուկյանը ներկայացրեց իշխանությունների կողմից այս ընթացքում կատարած իր խոսքով խուլիգանական գործողությունների թոփ հնգյակը։ Նա նախ նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը ստացել է գազի հարցով ձևավորված հանձնաժողովի կողմից գլխավոր դատախազին ուղարկված նամակի պատասխանը, որտեղ նախ ներկայացվել են խախտումների մասին ուսումնասիրությունները եւ հարցուղվել, թե ինչու քրեական գործ չի հարուցվել։ Արամ Մանուկյանն ընթերցեց դատախազի նամակի վերջին մասը, ըստ որի քրեական վարույթ սկսելու անհրաժեշտություն ըստ Կոստանյանի չկա։ Գազամատակարարման համակարգի գործունեության վերաբերյալ եզրակացությունում առկա տվյալները ոչ թե հանցագործության, այլ գազի սակագնի փոփոխումը տնտեսապես հիմնավորված չլինելու վերաբերյալ տվյալներ են պարունակում։ Այլ կերպ այս համակարգի գործունեության վերաբերյալ եզրակացությունում առկա տվյալները չեն կարող դիտվել որպես հանցագործություն։ Խոսելով որոտանհեկի վաճառքից Արամ Մանուկյանն այն խայտարակ գործարք անվանեց, հայտարարելով խիստ կասկածներ եւ փաստեր ունեն, որոնք աշնանը կհրապարակեն։ Նրա խոսքով հաջորդ անբարոյականությունը հեծի հետ կապված այն հայտարարություններ, թե օգոստոսի 1-ից աուդիտ պետք է անեն, բայց էլեկտրոէներգիայի շատ սպառողների համար հոսանքի գինը չի փոխվելու, բարձր է մնալու։ Մանուկյանն այն անվանում է սովորական ժուլիկություն։ Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունը փորձել է որոշ մաֆիոզներից գումարներ վերցնել, որպեսզի այդ կոմպենսացիան արվի, սուբսիդավորվի, կարծես թե չի ստացվել, դրա համար գնացել են այս տարբերակին, կեսը թանկացնենք, կեսը արդյունաբերողները ձեն չեն կարող անել, որովհետև հարկայինով մնացածներով կճնշվենք։ Հետո անդրադարձ է կատարում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին։ Արամ Մանուկյանը նախագիծը մանրամասն կարդացել է, հայտարարում է, սա ծնկիծերին ծնված փաստաթուղթ է, պարզապես խայտարակություն։ Ըստ նրա հայտնի չէ, թե ում են վաճառել համալիրը եւ որքան ատկատ են արել։ Գործող իշխանությունն ու նրա ձևավորած կառավարությունը ամեն օր ինչ չանելու ռեկորդներ է խփում, հայտարարում է Մանուկյանը։ Գրագիտություններ են, այսպես կանվեերով գնում կառավարության փաստաթղթերով, այս վաճառքի մեջ թույլատրվել է քաղաքացիներին ծիծեռնակաբերդ այցելել անարգել ու անվճար։ Պատկերացնում եք ինչ մեծ զոհաբերության է գնացել այն անհայտ առևտրականը, որը առել է այդ ամբողջ համալիրը եւ ինքը պայմանագրով մեզ անարգել ու անվճար ծիծեռնակաբերդ այցելելու իրավունք է տվել։ Բարձեցեք։ Հրավիրված մամլոասուլիսի ժամանակ Արամ Մանուկյանը խոսեց նաև սահմանադրական փոփոխություններից, հայտարարելով, թե ՀԱԿ-ը որևէ քննարկումների մասնակցել չի պատրաստվում։ Իրենց դիրքորոշումը հստակ է, պետք է ոչ ասել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։ Այս փոփոխությունների իմաստը Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակելու խնդիրն է։ Հանրապետական կուսակցության շարունակականությունը ապահովելու խնդիրն է։ Եվ երկու անգամյա սահմանափակումը նախագահական ընտրությունների նախագահ դառնալու վերացնելու միակ կարճ ճանապարհն է։ Ուրիշ կետ իրականում այս համնadrության մեջ չկա։
Արամ Մանուկյանի խոսքով իրենք առաջիկայում շրջելու են գյուղ առ գյուղ, տեղեկացելու հասարակությանն այս գործընթացի մասին, որն ինքն անվանում է հակասահմանադրական։ Ինչ վերաբերում է հանրապետականներ Մհեր Սետրակյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական աղմկոտ միջադեպերին Մանուկյանը կարճ արձագանքեց։ Երեք հուզվել է, որ Սերժ Սարգսյանը ասեց, լինելու է այդ երկու դեպքը իր ուշադրության կենտրոնում եւ ինքը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այդ փաստերը։ Ես դրանից հուզված եմ եւ դրանով էլ ավարտեմ։ Կլինի քաղաքական աշունը թեժ թե ոչ, Արամ Մանուկյանը նշում է, ամենին ցույց կտա ժամանակը, բայց խորհրդարանական աշխատանքների մեկնարկից եւ քաղաքական ուժերի որտեղ գրված պահվածքից ըստ նրա ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Եվ ինչպես խոսքի սկզբում, այնպես էլ եզրափակելով հակխմբակցության քարտուղարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շնորհավորեց անկախության հռչակագրի ընդունման 23-ամյակի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Խորհրդարանի լուծարման մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ անհնար է կոալիցիա ձևավորել եւ մանդատը վերադարձվեց նախագահին։ Թուրքական ընդդիմության առաջնորդը դիմել էր Էրդողանին կառավարություն ձևավորելու մանդատն իրեն փոխանցելու խնդրանքով, սակայն վերջինս հայտարարել է, որ չի կարող ժամանակ կորցնել եւ նշանակել է արտահերթ ընտրություններ։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը էր ազգայնականների հետ ստեղծել կոալիցիա այն բանից հետո, երբ զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ դրա հետ մեկտեղ նաև առանձին կառավարություն ձևավորելու հնարավորությունից։ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալներն ավերել են Սիրիայի հյուսիս-արևմուտքի Հոմս նահանգում գտնվող քրիստոնեական վանքը։ Էլ-Կարիատեին քաղաքի վանական համալիրը իսլամիստները գրավել էին օգոստոսի սկզբին, այն այսօր ավերել են բուլդոզերներով։ Հաղորդվում է նաև, որ իսլամական պետության ահաբեկիչները պատանդի կարգավիճակում պահում են տասնյակ տեղաբնակների, որոնցից շատերը քրիստոնյաներ են։ Գերիների մի մասին նրանք տեղափոխել են Ռաքա քաղաք, որը իսլամիստների հիմնական հենակետն է համարվում։ Ջիհադականները որպես կանոն մահվան սպառնալիքով քրիստոնյաներից պահանջում են իսլամ ընդունել։ Նրանք երդվել են այդ շրջաններից վերացնել բոլոր անհավատներին, հարձակվելով առաջին հերթին քրիստոնյաներով բնակեցված համայնքների վրա։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է ներկայացրել, նա կառավարության եւ իշխող Սիրիզա կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քննարկումներ տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ։ Սիրիզա կուսակցությունը օրեր առաջ կանգնեց պառակտման վտանգի առջև Եվրամիության բազմամիլիարդանոց օգնության փաթեթի ընդունման ժամանակ։ Նոր ընտրությունները Հունաստանում նախատեսվում են սեպտեմբերի 20-ին։ Առնվազն 50 փախստականներ հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա Գերմանիայի Զուր քաղաքում։ Դեպքը տեղի է ունեցել փախստականների ճամբարում։ Բախումների հետևանքով տուժել են առնվազն 13 մարդ, այդ թվում 3 ոստիկան։ Վիճաբանությունն առաջացել է միգրանտների երկու խմբերի միջև տեղի ունեցած բախման պատճառով, ինչի առիթը կրոնական տարաձայնություններն են եղել։ Փախստականներից մեկը ճղել է Ղուրանի մի քանի էջ, ինչը զայրացրել է մյուսներին։ Արդյունքում ճամբարում մասսայական ծեսկրտուք է սկսվել։ Իրավապահների ժամանումից հետո առնվազն 50 փախստականներ սկսել են քարեր նետել նրանց ուղղությամբ, իսկ հետո ցողերով հարձակվել են ոստիկանների վրա։ Դրանից հետո անհրաժեշտ է եղել կենտրոնացնել տարածաշրջանի ամբողջ ոստիկանական ուժերը։ Երկար տարիներ պաշտոնական Մոսկվայի ունեցած հնարավորությունը ընդհատել էներգակիրների մատակարարումները արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության աստիճանի աճի դեպքում իրենից մեծ սպառնալիք էր ներկայացնում։ Եվրոպայի մեծ մասը ցմռանը կարող էր մնալ առանց ջեռուցման, սակայն էներգակիրների գների անկման հետ կապված Կրեմլի խողովակաշարային քաղաքականությունն այսօր շատ ավելի սակավահեղ է թվում, գրում է Washington Post-ը։ Ռուսաստանյան Գազպրոմ էներգետիկ հսկան, որը վաղուց արդեն մերկացվել եւ դիտարկվում է որպես Կրեմլի մահակ, հետևում է պահանջարկի անկմանը։ Երկրները, որոնք նախկինում ամբողջովին կախված էին գազից, այժմ ունեն այլ տարբերակներ, իսկ հաջորդ ամիս կոնցեռնը պետք է որոշի, արդյոք կվիճարկի հակամենաշնորհային հայցը, որը ներկայացվել է Եվրամիության կողմից եւ հղի է վտանգով, որ Գազպրոմը ստիպված կլինի հրաժեշտ տալ Եվրոպայի հետ համագործակցության իր կոշտ մարտավարությանը։ Գազպրոմի թուլացումն արևմուտքին հնարավորություն տվեց ամուր սեղմել Կրեմլին Ուկրաինայում հակամարտությունը թեժացնելու համար, առանց վախենալու, որ Մոսկվան վրեժխնդիր
խնդիր կլինի ընդհատելով գազամատակարարումը։ Իրանի հետ միջուկային գործարքից հետո, որը հավանաբար տարածաշրջանից Եվրոպա կուղորդի նավթի եւ գազի հոսքերը, Գազպրոմի համար իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Սա կտրուկ փոփոխություն է ընկերության համար, որը վերջին 10 ցմերների ընթացքում 2 անգամ փակել է գազի հոսքը դեպի Եվրոպա։ Հունիսին կոնցեռնի ղեկավար Միլլերը նշել էր, որ Պուտինը խնդրել է իրեն բանակցել Ուկրաինայով դեպի Եվրոպա գազի մատակարարման շարունակության մասին։ Գազպրոմի ղեկավարությունը նաև հայտնել է, որ ցանկանում է փոխզիջման հասնել Եվրամիության հետ հակամենաշնորհային հայցի առումով։ Հասկանալի է, որ ոսկե տարիները, երբ բոլորը պայքարում էին Գազպրոմի գազի համար, անցյալում են, եւ ռուսաստանյան էներգետիկ հսկան աստիճանաբար հարմարվում են նոր պայմաններին։